10-րդ հոբելյանական Seaside Startup Summit-ը Սևանի ափին մեկ խոշոր վրանային ճամբարում է հավաքել ստարտափերների, մենթորների, գործարարների, ծրագրավորողների, պետական կառույցների ներկայացուցիչների ու ներդրողների աշխարհի տարբեր անկյուններից։ Տարածաշրջանային այս խոշոր տեխնոլոգիական միջոցառման մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ։ Seaside Startup Summit-ում մասնակիցները յուրօրինակ ճանապարհ են անցնում, մինչև նրանց գաղափարները դառնում են իրականություն։ Իսկ այդ ճանապարհին նրանց կողքին են մենթորները, որոնք օգնում են սկսնակներին դժվարություններն ընդունել որպես մեծ փորձառություն եւ առաջ գնալ դեպի գաղափարների իրականացում։ Այս տարի Seaside Startup Summit-ն ունի հատուկ նախագիծ Mining Innovation Summit-ը, որի նպատակն է հանքարդյունաբերության ոլորտի եւ բարձր տեխնոլոգիական համայնքի միջև երկխոսության խթանելը։ Այդ նպատակով Mining Innovation Summit-ը մեկ հարթակում է համախմբել հանքարդյունաբերության, տեխնոլոգիական եւ նորարարական ոլորտների ներկայացուցիչներին քննարկելու ոլորտին առնչվող տարբեր հարցեր, դրանց համար գտնել նորարարական լուծումներ եւ ձևավորել նոր համագործակցություններ։ Նախագծի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ, ելույթներ, փորձի փոխանակում։ Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով ժամանակակից հանքարդյունաբերությունն առանց տեխնոլոգիական եւ IT ոլորտի չի կարող աշխատել։ Ըստ նրա Ամուլսարի ծրագրում ներդրում են փոխկապակցված տարբեր ծրագրեր՝ արդյունահանման, անվտանգության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտների վերաբերյալ, որոնք հետագայում ունենալու են մեկ միջավայր եւ միասին աշխատելու են։ Հարթակը հետագայում օգտագործելու են ռիսկերի նվազեցման, որակի բարելավման, աշխատանքին հետևելու եւ նոր տվյալներ հավաքագրելու համար։ Եթե մենք մի քանի տարի առաջ, տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը եւ այսօր մենք ունենք օրինակ Ամուսարում մեծ բաժին, որը զբաղված է եւ ծրագրերի ներդրումով, եւ IT ապահովմամբ, եւ մնացած նոր ծրագրերի գտնմամբ։ Այսօր տվյալների հավաքագրումը, այսօր շրջակա միջավայրի մոնիտորինգը, այսօր անվտանգությունը, նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրումը առանց այդ ոլորտի չի կարող լինել։ Նաեւ տեխնոլոգիական ոլորտը առանց հանքարդյունաբերության չի կարող աշխատի, քանի որ իրանք հիմնական մեր սպառողն են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր գործադիր տնօրենի առաջին տեղակալ հանքարդյունաբերողների եւ մետալուրգների ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը վստահ է, առանց հանքարդյունաբերության առհասարակ մարդկությունը չէր կարող հասնել իր այս զարգացման աստիճանին։ Կլիներ այն մակարդակը, որը մարդկությունն ուներ 5-6 հազար տարի առաջ, քարի դարում, երբ մետաղներ չէին օգտագործում։ Ամեն ինչը, սկսած տեխնոլոգիաներից, բժշկությունից, գիտությունից, ամեն ինչը կապված է մետաղներից, այսինքն առանց մետաղների հնարավոր չի ընդհանրապես մարդկության գոյությունը, մոտ 8 միլիարդ ազգաբնակություն կա աշխարհում եւ այդ 8 միլիարդը նույնիսկ կերակրել անհնար կլիներ գյուղատնտեսության այս աստիճան ունենալ առանց մետաղների, առանց հանքարդյունաբերությունի։ Եվ դրա համար պետք է մարդիկ հասկանան, ով որ ինչ հիմա չի հասկանում, որ առանց մետաղների, առանց հանքարդյունաբերության, երբ որ մենք ընդերքից հանում ենք մետաղները եւ օգտագործում ենք արդեն տարբեր ոլորտներում անհնար էր մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Եւ երբ որ դա հասկանում ենք, պետք է երկրորդ քայլը նա լինի, որ ընդունենք, որ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշա մեր պետությանը, իշա մեր տնտեսական զարգացմանը։ Վարդան Ջհանյանի խոսքով հասկանալով, որ Հայաստանն ունի մեծ ներուժ եւ հանքարդյունաբերության եւ տեղեկատվական ոլորտում, ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել։ Երկու ոլորտներում էլ կան խնդիրներ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն հիմնականում աշխատում է արտերկրի համար, մշակում են ծրագրեր, որոնք այլ երկրներում օգտագործվում են։ Միևնույն ժամանակ հանքարդյունաբերությունն իր ոլորտին վերաբերող ծրագրերը պատվիրում է արտերկրից։ Ակնկալում եմ առաջին, ինչպես նշեցի, որ մեր
ընդհանուր հանրությունը էլ ավելի ծանոթանա մեր ոլորտին հանքարդյունաբերությանը, այդ առաջին կարևոր ոնց որ ուղղությունն է, որտեղ այնքան երիտասարդներ կան այստեղ այս միջոցառմանը, իրանք էլ գալով, լսելով, տեսնելով ինչ է հանքարդյունաբերությունը, ինչ է տալիս հանքարդյունաբերությանը եւ տնտեսությանը եւ ընդհանրապես տեխնոլոգիաներին, ինչ որ ձևով նաեւ փոխվի այդ մենք բոլորս գիտենք, որ ինչ որ չափով նեգատիվ վերաբերմունք կա մեր ոլորտին եւ երկրորդը իրական այդ արդեն բիզնես համագործակցությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի եւ հանքարդյունաբերության, որովհետեւ կա ներուժ երկու կողմից, մենք կփորձենք ոնց որ մոտիկացնենք այդ երկու ոլորտները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը կարևորում են նման միջոցառման կազմակերպումը։ Երբ պարոն Հակոբյանի հետ ի սկզբանե քննարկում էինք գաղափարը, թե որքանով է Sevan Summit ստարտափի շրջանակներում արդյունավետ լինելու, հասկացանք, որ սա լավ հարթակ է, որտեղ մենք կարող ենք ներկայացնել մեր հանքարդյունաբերությունը, թե ինչպիսի ազդեցություն եւ դեր ունի տնտեսության մեջ, եւ նաեւ թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այս ոլորտում կիրառվում, ինչպիսի ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Մեր հանքարդյունաբերությունը իհարկե առաջատար դիրքերում է, այսպես կարող եմ ասել։ Կառավարությունը նույնպես, քանի որ թվայնացումը մեր կառավարության գերակա ուղղություններից է, կառավարությունը նույնպես այս ուղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում։ Մեր առաջիկա մեր ռազմավարական բոլոր փաստաթղթերում դա ամրագրված է, որ ոլորտը պետք է թվայնացնել, վերափոխել։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի բնորոշմամբ Seaside Startup Summit-ի տրամաբանությունը եւ հանքարդյունաբերության ոլորտի ինովացիոն համաժողովի տրամաբանությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերող ընկերությունները ցանկանում են նոր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ծրագրային լուծումներ ապահովել ամբողջ արտադրական process-ի վերաբերյալ։ Տեսչական մարմինը արդեն տևական ժամանակ է ակտիվորեն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության մեջ եւ այն հանքարդյունաբերողները, ում մենք վերահսկում ենք, եւս կարիք ունեն հասնելու այդ մակարդակին, ինչ մակարդակին, որ մենք այսօր ենք, նաեւ համաժողովի ժամանակ կարծում եմ, որ այդ գաղափարների, նոր գաղափարների գեներացման շնորհիվ շատ հնարավոր է, որ շատ հեշտ լուծումներ գտնեն։ 2022 թվականից կամ 23 թվականից սկսած օգտագործում ենք արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր եւ լազերային սկանավորման լիդար համակարգեր, որոնք որ հնարավորություն են տալիս շատ ճշգրիտ տվյալներ եւ օբյեկտիվ տվյալներ ստանալ, ելակետային տվյալներ հանքարդյունաբերության ոլորտում։ Առնվազն այն ընկերությունները, որտեղ որ մենք վերահսկողություն ենք իրականացրել, առնվազն այդ ընկերությունները կամ փորձում են կամ արդեն իսկ մեր կողմից օգտագործված տեխնոլոգիաներով իրենց արտադրական process-ները նաև վերահսկում, իրենք են հսկում, ինքնահսկում են իրականացնում։ Այդ իմաստով բավականին լավ արդյունքներ ունենք։ Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Seaside Startup Summit-ը եւ Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան։ Միջոցառման հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Լիդիան Արմենիան, Թեղուտ, Geoprom Mining Gold ընկերությունները։ Զվարթ Խաչատրյան, Ասատուր Ասլանյան, 168 ժամ։